Հասարակական տրավմայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցավը կարող է փոխանցվել սերունդներին, ձևավորելով ոչ միայն անհատական, այլև հավաքական ինքնություն։ Պատերազմների, կորուստների ու լռության միջով անցած հասարակությունները հաճախ փորձում են գտնել ապաքինման նոր ձևեր։ Ինչպես է պատերազմը փոխում հասարակությանը։ Կարող ենք ապաքինվել, երբ ցավը դառնում է մեր հավաքական հիշողության մաս։ Տաղավարում Արար քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանի հետ զրուցելու եմ հասարակական տրավմայի ու դրա հաղթահարման մասին։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Նոյեմբերի 9-ից անցել է 5 տարի, սակայն թե վիճակագրությունը, թե հանրային տրամադրությունները ցույց են տալիս, որ հասարակությունը չի հաղթահարել պարտության սինդրոմը։ Թեպետ փառատոններ են կազմակերպվում, միջոցառումներ են կազմակերպվում, բայց ասում են, որ այդ ամենը, այսպես ասած, այդ ամենը թաքցնելու այդ շղարշն է, որը որ մենք այդ սինդրոմի առջև դնում ենք եւ փորձում ենք այդպես ապրել, չխոսելով դրա մասին։ Ձեր նախաբանում դուք ասացիք հավաքական տրավմայի մասին, ավելին ասեմ, նույնիսկ հայոց ցեղասպանությունից անցել է ավելի քան 100 տարի, այդուհանդերձ 110 տարի, այդուհանդերձ նույնիսկ ցեղասպանության տրավմայի հավաքական ինքնութենական հետևանքները շարունակում են ակտուալ մնալ, ուր մնաց թե 5 տարի առաջ շատ թարմ ու շատ ցավոտ ողբերգական պատերազմի հետևանքները մենք շատ հեշտությամբ շրջանցեինք։ Ցավոք սրտի մեր հասարակությունում ու ինչու՞ չէ նաև Սփյուռքում պատերազմը շարունակում է զգալի ազդեցություն ունենալ մարդկանց հոգեբանական, հասարակական ընկալումների վրա եւ պատերազմի դաժան հետևանքները շարունակում են մարդկանց հոգեբանական վիճակը պղտորել։ Ցավոք սրտի երբեմն նույնիսկ օրինակ ադրբեջանական մամուլու միջոր հոդվածներ կամ ադրբեջանի ղեկավարի կողմից տարբեր հայտարարություններ կարող են ոչ միայն վերարթնացնել այդ ցավը, այլ նաև նորից ցավը զգալու պատճառ դառնան։ Հետազոտությունը մենք իրականացրել ենք Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի հետ համատեղ, վերլուծական մասն ենք մենք հիմնականում իրականացրել, 5000-ից ավելի մասնակիցներ են անցել այդ հոգեբանական թեստով եւ պարզվել է, որ 50.5%-ը ունի ծանր մակարդակի հետտրավմատիկ ստրեսային խանգարում, որը միջազգայինորեն կոչվում է PTSD, Post-Traumatic Stress Disorder։ Սա ցույց է, որ փաստացի հասարակության ուղիղ կեսը ունի այս խնդիրը, հիմա մենք տեսնում ենք պատկերով, սա 1600 մասնակիցների շրջանում արված հարցումն է, որտեղ երևում է, որ ամենամեծ մասը ծանր 50.5% հետտրավմատիկ ստրեսային խանգարում ունեն ու նաև միջին եւ թեթև մակարդակները եւս բավականին մեծ են, ինչը արձանագրումն է, որ մենք դեռ շատ մեծ անելիք ունենք հոգեբանական տրավմայի վերականգնման եւ բարելավման մասով, ցավոք սրտի սրա համար, այս վիճակը բարելավելու համար հատկապես անհրաժեշտ է պետական խաղաղականություն եւ ոչ թե խնդիրները արագ փակելու եւ արագ նոր օրակարգ բերելու, ինչ է օրինակ խաղաղության օրակարգը, այլ նախ եւ առաջ մի հատ հետպատերազմական վիճակը բարելավել, հասկանալ ինչպես լուծել վիրավորների, զոհվածների հարազատների, տեղահանվածների եւ այլ խոցելի խմբերի ոչ միայն սոցիալական խնդիրը, ոչ միայն նյութական խնդիրը, այլ նաեւ հոգեբանական խնդիրը, որովհետեւ հավատացեք, ես ինքս ունեմ ծանոթներ, ովքեր պատերազմին ունեցել են նյութական, ոչ նյութական կորուստներ եւ նյութական կորուստները շատ հեշտ վերականգնվել են եւ նրանք սոցիալական ապահովության տեսանկյունից ֆինանսական առումով ոչ մի խնդիր չունեն, սակայն սարսափելի հոգեբանական վիճակում են, նրանց հետ նույնիսկ խոսել չի լինում, այնքան դեպրեսիվ, այնքան խնդրահարույց, այնքան պրոբլեմատիկ է նրանց հոգեբանական վիճակը։ Հաջորդ սլայդում արագ անցնելով հաջորդ սլայդին, այստեղ 5200 մասնակիցների շրջանում հոգեբանական թեստավորման արդյունքները ցույց են տալիս, որ մոտ 46%-ը ունեն միջինից բարձր, այսինքն միջին եւ ծանր մակարդակի դեպրեսիա, իսկ դեպրեսիան, պատկերացրեք, դա միայն այդ անձին չի վնասում, միայն իր աշխատանքային միջավայրին, իր գործընկերներին չի վնասում, իր ընտանիքի անդամներին չի վնասում, դեպրեսիան վնասում է ամբողջ հասարակական միջավայրը եւ իր դեպրեսիան կարող է հանգեցնել մեկ այլ միջավայրի, այսպես ասած, հոգեբանական անկայունության ստեղծմանը։ Ուստի ամփոփելով ձեր հարցի պատասխանը շատ մանրամասն հնչեց, իրականում դեպրեսիան, հետտրավմատիկ ստրեսը շարունակում են շատ ակտուալ մնալ ու պատերազմից հետո մենք ոչ միայն չենք հաղթահարել այս խնդիրները, այլև այս խնդիրները զգալի
զգալի պրոբլեմատիկ վիճակ են սարքել եւ մուլտիպլիկատիվ էֆեկտով, նեգատիվ էֆեկտով տարածվել են ու շատ դժվար է լինելու հաղթահարել եւ ես վստահեցնում եմ ձեզ ցավով, որ տասնամյակներ շարունակ դեռ մարդիկ տեսնելու են եւ զգալու են 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ 2023 թվականի Արցախի էթնիկ զտման եւ տեղահանման արդյունքները ու դա շատ դժվար է լինելու ջնջել նույնիսկ այն երեխաների մտքերից, ովքեր այդ ժամանակ օրինակ 1, 2, 3 տարեկան են եղել։ Հենց դա հաջորդ հարցը հենց դրա մասին էր, այսինքն 20 թվականից հետո տեղի ունեցավ 23 թվականը հայաթափվեց Արցախը։ Դա ձեր վիճակագրությունը ինչպես է երևում, ինչ պատկեր է ցույց տալիս վիճակագրությունը, պիտի խնդրեմ մի փոքր ավելի երկար կանգ առնենք վիճակագրության վրա, ավելի մանրամասնեք 20 թվական պատերազմ, պարտություն եւ այնուհետեւ 23 թվական նախքան հայաթափումը նաև բլոկադա մոտ 10 ամիս։ Դա ինչ հետք է թողել հասարակության վրա։ Բնականաբար, ինչպես ասում են, երկաթը ծեծած տեղն է ծեծում, հերիք չի արցախցիները պատերազմի միջով անցան ու փաստացի ամբողջ արցախյան հայրենիքի հետ հողակտոր ամբողջությամբ պատերազմական գոտի էր ու մարտադաշտ էր, բացի այն որ ֆիզիկապես առերեսվեցին արկերին, ֆիզիկապես առերեսվեցին զոհերին, վիրավորներին, մի բան էլ երկրորդ աղետը եկավ եւ իրենք տարիներ, տասնամյակներ շարունակ կառուցած իրենց տները տեսան թե ինչպես է պարզապես մի մասը այրեցին, մյուսները ուղղակի վառեցին, գնացին եւ դա շատ մեծ հետևանք ունեցել։ Այդուհանդերձ այս սլայդը, այս սահիկը, ինչպես հայերենում ասում են սլայդին, շատ ավելի օպտիմիստական պատկեր է ցույց տալիս։ Դեկտեմբեր 2023-ին, այսինքն պատերազմից մի ամիս անց մենք տեղահանումից 1-2 ամիս անց մենք որոշեցինք այս հետազոտությունը մեկնարկել ու հասկանալ արդյոք Արցախի վերադարձը կամ Արցախը վերադարձնելու ջանքը ցանկությունը մարդկանց մոտ դեռևս առկա է։ Սա ամբողջ Հայաստանում, բոլոր մարզերում, բոլոր սեռատարիքային կազմերում, գյուղական եւ քաղաքային բնակավայրերում արված սոցիոլոգիական հետազոտություն է եւ բոլորը նույն մեթոդաբանությամբ Սկզբից տեսնում ենք 77.2%-ը ասում էր, որ Արցախի կորուստը ժամանակավոր է, պետք է հզորացնենք մեր բանակը, հետ բերենք կորցրածը։ Մինչդեռ 14.7, այսինքն մոտ 15%-ն էր, որ ասում ոչ, Արցախի կորուստը անդառնալի է եւ ընդամենը 8%-ը չէր կողմնորոշում դեռևս, որովհետեւ շատ թարմ էր։ Հիմա տեսնում ենք, որ գնալով այդ չկողմնորոշվածները ավելի քիչացան եւ ավելի որոշակի դարձավ, բայց եւ յուրախություն բոլորիս այն մարդկանց, ովքեր Արցախը սիրում ու գնահատում են եւ Արցախի վերադարձը համարում են գոնե պատմական անհրաժեշտություն, գնալով աճեց այս թիվը եւ տեսնում եք 2024 թվականի ապրիլ-մայիսի, 2024 թվականի հոկտեմբերի, 2025 թվականի մայիսի ու հունիսի արդյունքներով եւ վերջո վերջին արդյունքով շուրջ 90.7%-ը նշել է, որ այո, Արցախի կորուստը ժամանակավոր է, պետք է հզորացնենք մեր բանակը, պաշտպանենք մեր հայրենիքը եւ հետ բերենք կորցրածը։ Ակնհայտ է, որ այստեղ 90.7%-ից քանի տոկոսը, որ իրենք ֆիզիկապես երբեք հնարավորություն չեն ունենալու որևէ մասնակցություն ունենալ այդ գործընթացին։ Մի մասը չեն պատկերացնում դա պատերազմով, մի մասը չեն պատկերացնում դա միջազգային հարաբերությունների համատեքստում լուծելով, այսինքն շատ տարբեր է պատկերացումները։ Մի մասը պարզապես, այսպես ասած, կենացի մակարդակի սրտանց ցանկություն է ուղղում, որ կուզեն, որ Արցախը հետ բերենք, որտեղ դա մեր հողն է։ Այդուհանդերձ նույնիսկ այդ պարագային, որ ընդամենը 7%-ը այս գաղափարին չի հավատում, այլ 91%-ը հավատում է, սա լուրջ երաշխիք է, որ Արցախը շարունակում է սիրված լինել, Արցախյան հողը շարունակում է հայրենիք համարվել հայաստանցիների շրջանում, ու սա որոշակիորեն հույս է ներշնչում, բայց միևնույն ժամանակ շատ կարևոր է թե այս հույսի հետ ինչ ենք անում։ Որտեւ եթե այս հույսը այսպես թողնես, ինքը կսկսի անկում ապրել ու կսկսի արդեն Արցախի կորուստը դառնալ սովորական։ Այստեղ տեսնում ենք այս նույն հարցի բացվածքը, թե որ խմբերում տեսնում եք սեր, արականիգական, տարիքային, 3 տարիքային խմբեր, բարձրագույն եւ ոչ բարձրագույն կրթություն ունեցողներ, քաղաքային եւ գյուղական բնակավայր եւ այլ կոմպոնենտներով ինչպես է բաշխվում։ Թե ցավալի, թե ուրախալի մի լուր ասեմ, կարող եմ նույնիսկ ձեզ հարցնել, բայց ձեր կարծիքով երիտասարդները թե տարիքովներն են ավելի շատ հավատում Արցախի վերադարձին։ Տեղերով փոխվենք։ Ցանկալի է, որ երիտասարդները, որովհետև ենթադրվում է, որ հենց իրենք են, որ պիտի այդ գործուն քայլերը անեն։
բայց գուցե տարիքովները, որովհետև իրենք մեկ անգամ արդեն անցել են այդ ամենի միջով, ենթադրում եմ։ Երկու ենթադրությունները շատ տրամաբանական են, բայց ի ուրախություն բոլորիս երիտասարդների շրջանում ավելի մեծ է վստահությունը, որ Արցախը հետ ենք բերելու, ինչը լուրջ հույս է ներշնչում վստահաբար բոլորիս մոտ։ Տարիքով մեծերը մի քիչ ավելի թերահավատ են, բայց շատ փոքր ամեն դեպքում տարիքով մեծերի շրջանում եւս բավականին մեծ է տոկոսը։ Եթե խոսենք երևանցիների եւ մարզաբնակների տարբերության մասին, ապա երևանցիները ավելի մի քիչ են հավատում Արցախի վերադարձին, իսկ մարզաբնակները ավելի շատ։ Իսկ ընդհանուր առմամբ նորից արձանագրենք, որ բավականին մեծ է վստահությունը, որ Արցախը ինչ որ մի օր հետ ենք բերելու։ Այստեղ կարող եմ մի հետարքիր դրվագ եւս մատնանշել, որ այն մարդիկ, ովքեր կարծում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, նրանք ավելի շատ են հավատում Արցախի վերադարձին, իսկ նրանք, ովքեր ավելի համարում են, որ իշխանությունները ճիշտ քաղաքականություն են վարում, նրանք ավելի քիչ են հավատում արցախցիների վերադարձին։ Այդուհանդերձ ամփոփելով այս երկու գրաֆիկը կարող ենք ասել, որ փաստացի հասարակությունում այդ Արցախը վերադարձնելու թեկուզ երկարաժամկետ պատկերում Արցախը վերադարձնելու ցանկությունը եւ ջանքը ամեն դեպքում առկա է, այլ հարց թե ռեալ օրինակ պատերազմի կամ ռեալ մասնակցության որևէ ձևաչափի դեպքում ինչքանի տոկոսը կմասնակցի, բայց այդուհանդերձ պատկերացրեք հասարակության 90%-ը հավատում է Արցախի վերադարձին։ Պարոն Խաչիկյան, մարդիկ վախենում են պատերազմից, ինչը բնական է, բայց վերջին տարիներին, հատկապես 20 թվականի պատերազմից հետո, պատերազմը դարձավ գործիք, մարդկանց այսպես ասած ստիպելու գնալ այնպիսի զիջումների, որոնք նախկինում դժվար թե գնային։ Այ օրինակ ձեր հարցման մեջ նման ինչ-որ ուսումնասիրություն արել եք պատերազմի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը ինչպես է փոխվել, մարդիկ ինչպես են արձագանքում պատերազմին։ Այս սլայդից մի քանի սլայդ պետք է անցնենք, որ պատերազմի պատկերը տեսնենք։ Մարդիկ պատրաստ են պատերազմին, թե չէ, բնականաբար պատերազմին պատրաստ չեն մարդիկ առհասարակ, որտեղ պատերազմը աղետ է, պատերազմը ամենամեծ ողբերգությունն է, հատկապես հայոց պատմության ժամանակաշրջաններում, որ նայենք մշտապես պատերազմները մեծագույն արհավիրքներ են բերել մեր երկրին ու մեր ժողովրդին։ Այդուհանդերձ պատերազմին պատրաստ լինել շատերը խաղաղության վերաբերյալ մի հայտնի միտք կա, ասում է խաղաղություն ես ուզում, պետք է պատրաստ լինես պատերազմին։ Պատերազմին պատրաստ չեն իմ կարծիքով, այդուհանդերձ ունեն որոշակի վերաբերմունք պատերազմի դեպքում ինչպես պետք է վարվեն։ Մենք հարցրել ենք ձեր կարծիքով մոտ ապագայում Հայաստանում նոր պատերազմի դեպքում հայաստանցիների մեծ մասը ինչպես կվարվի, իսկ ինչ ենք հարցրել անձամբ դուք, որովհետև սոցիոլոգիական գործիքակազմում, երբ որ դու հարցում ես մարդուն իր փորձի վերաբերյալ, ինքը հակված է ավելի հասարակության մեջ ընդունելի եւ այսպես Չակերտը ասես ճիշտ պատասխան տալ, բայց երբ որ հարցում ես իր շրջապատի մասին, իր ընկերների մասին, այսպես ասած պլյուս մինուս ինքը էլի իր կարծիքն է ասում, արտահայտելով օրինակը բերելով շրջապատի մասով եւ դրա համար ենք հարցը այսպես ձևակերպել, որ ավելի իրական պատկեր ստանալ եւ տեսել ենք, որ հայաստանցիների մեծ մասը շուրջ 60.1%-ը նշել է ընտանիքներով կմնան Հայաստանում եւ կպայքարեն հանուն հայրենիքի, շուրջ 22%-ը նշել է ընտանիքներին կվերցնեն կգնան ապահով երկիր, շուրջ 10%-ը նշել են, որ ընտանիքներին կտեղափոխեն ապահով երկիր, տղամարդիկ կմնան կպայքարեն, իսկ մոտ 8%-ը չի կողմնորոշվել կամ այլ պատասխաններ է տվել։ Այս հարցը լավ ցուցիչ է, որ փաստացի էլի հասարակության մեջ դոմինանտ գերակշռող մտածողություն է, որ պետք է մնալ հայրենիքում, պետք է պայքարել հնարավորության սահմաններում։ Իհարկե բնականաբար օրինակ այս հարցերին պատասխանել են թոշակառուներ, հարցերին պատասխանել են երիտասարդներ, կանայք, այսինքն տարբեր շերտերի մարդիկ, այդուհանդերձ նույնիսկ եթե կանայք ու ծերերն էլ կարծում են, որ պետք է մնալ հայրենիքում եւ պայքարել հանուն հայրենիքի, դա եւս դրական ցուցիչ է։ Եվ վերադառնալով ձեր հարցին, իմ կարծիքով հայաստանցիները պատրաստ են պատերազմին։ Մենք եւս երկու հարց ունենք, որով փորձում ենք հասկանալ հայաստանցիները ինչ պատկերացում ունեն պատերազմի վերաբերյալ, այստեղ պատկերում չկա, բայց կարող եմ ձեզ ասել, ուրեմն մի հարց ունենք, արդյոք Հայաստանը պատրաստ է նոր պատերազմին, եւ հատկանշական է, որ շուրջ 70 եւ ավելի տոկոսը մշտապես ասում են, որ Հայաստանը պատրաստ չէ նոր պատերազմի, այսինքն Հայաստան ասելով նկատի ունենք հայկական անվտանգությունը, բանակը, զինված ուժերը
եւ նաեւ պետական ապարատը, ուստի հայաստանցիների կարծիքով հայկական բանակը պատրաստ չէ դեռևս պատերազմին, այդուհանդերձ եթե վերադառնանք այս հարցին, այստեղ էլ հայաստանցիների մեծ մասն ասում է, որ ընտանիքներով կմնան Հայաստանում եւ կպայքարեն հանուն հայրենիքի, սա եւս պետք է արձանագրել, որ ամեն դեպքում մեր հասարակությունը չի այն մեղադրանքները, որ կորցրել է իր հայրենասիրությունը կամ հայրենիքի նկատմամբ ձգտումը, այդպես չի։ Հայաստանցիները լավ էլ ցույց են տալիս իրենց հայրենասիրական պատրաստակամությունը, որ ընտանիքներով կմնան երկրում, այլ հարցեր ենք ունեցել մենք ժամանակի նախորդ տարվա ընթացքում, ելի հետպատերազմական ժամանակահատվածում, օրինակ ինչպես է վերաբերվում ազգ-բանակ կոնցեպտին, ինչպես է վերաբերվում համապարփակ անվտանգության կոնցեպտին եւ մասնավորեցրել ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի այս կամ այն ձևով պետք է մասնակցություն ունենա անվտանգության ապահովումը, անպայման չի բուն պատերազմին մասնակցի, բայց որևէ կերպ թիկունքում, ինչ որ մի կազմակերպչական հարցում, տեղեկատվական դաշտում, որևէ կերպ զինվորագրվել անվտանգության ապահովմանը եւ հատկանշական է, որ նորից 80 եւ ավելի տոկոսը մշտապես ասում են, որ մենք պատրաստ ենք լինել ազգ-բանակի մի մաս, մենք պատրաստ ենք լինել այդ համապարփակ անվտանգության մի բաղադրիչ եւ մեր մասնակցությամբ նպաստենք անվտանգության ապահովմանը, սակայն այս ամենին ի հակադրումն այժմյան հիմնական իշխանական քաղաքական դիսկուրսում առաջ է տարվում ավելի զիջումներ հանուն խաղաղության օրակարգ, որոնք եւս մենք հետազոտում եւ չափում ենք։ Ինչպես են արձագանքում մարդիկ խաղաղությանը։ Նախորդ սլայդները եթե նայենք, որը անցանք, խաղաղության օրակարգը փաստացի երկար ժամանակ է պետական, իշխանական լրատվամիջոցների, այսպես ասած, քարոզչամեքենայի հիմնական թեզն ու հիմնական օրակարգն է։ Օգոստոսից սկսած էլ արդեն որպես հաստատված փաստ են ներկայացնում։ Օգոստոսին էլ հատկապես փաստաթուղթ է ստորագրվել։ Այդուհանդերձ մենք բարբերաբար հարցնում ենք, թե խաղաղության գաղափարը ինչպես է ընկալվում եւ ինչպեսի պատկերացում ունեն խաղաղության վերաբերյալ։ Տեսնում ենք 2024 թվականից մինչեւ 2025 թվականի հուլիս մենք հարցրել ենք Ադրբեջանի հետ խաղաղություն բանակցությունների միջոցով հնարավոր է կայուն երկարատև խաղաղության հասնել եւ բոլոր թվերը տարբեր հետազոտություններում տեսնում ենք, որ մշտապես 64-65 եւ ավելին են այն մարդիկ, ովքեր ասում են ոչ հնարավոր չէ Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով կայուն երկարատև խաղաղության հասնել եւ ընդհանրապես տվյալ պարագայում վերջի հետազոտությամբ 26%-ն է, որ հավատում է, որ հնարավոր է խաղաղության հասնել։ Այդուհանդերձ այն ծավալի մեդիա ռեսուրսը, այն ծավալի քարոզչական տեղեկատվական արշավները, որ իրականացնում են, փաստացի չի հաջողվել եւ ընդհանրապես 26%-ն է ընդունել այդ թեզը։ Այդուհանդերձ հայաստանցիները չեն հավատում խաղաղության բանակցությունների միջոցով։ Մեկ այլ հարց ունենք, որ հայաստանցիները հավատում են խաղաղությանը ուժեղ անվտանգության միջոցով, ուժեղ բանակ ունենալու միջոցով, սակայն դուք տեսնում եք, որ դրան ի հակադրում վերջի տարվա ընթացքում օրինակ բանակի ծախսերը նվազեցվում են, բանակի պարտադիր զինծառայության տարիքը ժամանակահատվածը նվազեցվում է, մինչդեռ մեզ անհրաժեշտ է բանակ խաղաղություն ունենալու համար, ոչ թե մեզ անհրաժեշտ է ավելի փոքր բանակ խաղաղություն ունենալու համար։ Պարոն Խաչիկյան, ինչպես է արտահայտվում այդ տրավման, որի հետ մեր հասարակությունը արդեն 5 տարի է ապրում է։ Դա մի այլ թեմա է ու հենց սոցիոլոգիական հետազոտության ու սոցիոլոգիական ուսումնասիրության թեմա է։ Չկարծեք, թե այս հոգեբանական դեպրեսիայի հետ տրավմատիկ ստրեսի պատկերը միայն այդ անձի շուրջ է եւ միայն անձն է տանջվում, վնասվում։ Վերջին 2 տարվա ընթացքում մի շարք հանցագործությունների, մի շարք խնդիրներ իրավական դաշտի հետ մոտարապես եռապատկվել, քառապատկվել են։ Տարբեր օրինակներ կարող եմ բերել, օրինակ թմրամոլության հետ կապված հանցագործությունները վերջին 2 տարում եռապատկվել են։ Օրինակ անձի դեմ ուղղված հանցագործությունները վերջի 2-3 տարվա ընթացքում էլի նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ շատացել են, եւ դա չի նշանակում, որ հենց այն մարդիկ, ովքեր պատերազմին, դեպրեսիայի կամ հետտրավմատիկ ստրեսի մեջ են հայտնվել, նրանք եկել նույն հանցագործությունը կամ նույն հասարակական կարգի խախտումն իրականացրել են, այդպես չի։ Դա մուլտիպլիկատիվ էֆեկտով է ստացվում, այսինքն դեպրեսիան, հոգեբանական խնդիրները ծնում են մեծ լարվածություն, մեծ նաև
այսպես ասած բևեռացում, որին նպաստում է նաև իշխանությունների կողմից իրականացված բևեռացումը, սևերի սպիտակի բաժանելը, ամեն բոլոր հարցերում փորձել բաժանել հասարակությանը տարբեր խմբերի եւ դրա արդյունքում նաև մենք տեսնում ենք թե ճանապարհատրանսպորտային պատահարների եւ դրան հաջորդող անձնական խնդիրների, թե սպանությունների, թե անձին ուղղված առհասարակ հանցագործությունների, թե հասարակական կարգի դեմ հանցագործությունների, բոլոր հանցագործությունների կետերով մեր հասարակությունում պետական վիճակագրական ծառայության կողմից տված տվյալներով բոլոր խնդիրները ավելի սուր են դարձել, ուստի այդ խնդիրները մի քանի ասպարեզում են խանգարում հասարակությանը, ել չասեմ, որ բնականաբար այդ բոլոր մարդիկ եւ հասարակությունը փաստացի աշխատում է յուրաքանչյուրն իր աշխատավայրում, հավելյալ արժեք պիտի ստեղծի, համախրան ներքին արդյունքի վրա պիտի որոշակի ազդեցություն ունենա ու արդյունքում նաև տնտեսությունը վստահաբար աշխատուժի որակը վստահաբար խնդիրներ է ունենում, ուստի պատերազմից հետո վերջին 5 տարվա ընթացքում քաղաքական, հասարակական, տարբեր ասպարեզներում արկա խնդիրները դրանք ցենց մի մեծ ծաղկեփունջի պես հավաքվել են եւ հասարակությանը շատ լուրջ վտանգի առաջ են կանգնեցրել։ Իսկ նման պատկերով հասարակությունը առողջացման ինչ շանս ունի։ Կարող է արդյոք հասարակությունը բուժվել առանց բաց խոսելու տրավմայի մասին կամ կարող է ժամանակը բուժել այս տեսակի ցավը։ Բուժվելու համար նախ եւ առաջ ինչպես բժշկության մեջ, այնպես էլ հասարակական գիտություններում անհրաժեշտ է ճիշտ ախտորոշումը ու ճիշտ պատճառների բացահայտումը, որովհետեւ շատերը օրինակ ճնշում են ունենում եւ գնում ճնշման դեղ են խմում ու իրենց թվում է ճնշման դեղ խմելով ճնշումը կարգավորվում է, մինչդեռ ճնշումը այլ տեղի, այլ հիվանդության կամ այլ խնդրի հետևանքով է առաջանում, չէ՞, զարկերակային ճնշում։ Նույն ձևով հոգեբանական խնդիրներ եւ հասարակական որոշակի անառողջ կամ հիվանդ դրսևորումները դրանք պետք է խորությամբ հասկանալ որտեղ է թաքնված։ Երկրորդ պետք է ուժեղ վարչական միջամտություն, մասնավորապես պետական քաղաքականություն, որը համապատասխան ազդեցություն կունենա հասարակական առողջացման վրա։ Ցավոք դա դեռևս չկա։ Եվ երրորդ հասարակությունը միգուցե ինչ-որ պահի ինքն իրեն հասկանա եւ այո, ձեր ասած ճանապարհով խնդիրների մասին խոսելով, խնդիրները բարձրաձայնելով, չպիտակավորելով խնդիր ունեցողին, չբևեռացնելով, փորձի լուծել, որը շատ դժվար է։ Շատ դժվար է հասարակությունից ակնկալել նման վարքագիծ։ Ավելի շուտ պետք է պետությունը կամ չգիտեմ, ազգային էլիտաները, կարծիքի առաջնորդները, հեղինակավոր մարդիկ ընդառաջ գնան եւ փորձեն հասարակությանը, այսպես ասած, տարբեր հարցերում համախմբելու կամ չբևեռանալու կոչեր անել։ Իսկ համաշխարհային փորձը ինչ է ասում, որքան ժամանակում եւ ինչպես են բուժվում հասարակությունները, կան ինչ-որ օրինաչափություններ։ Օրինաչափություններ կան, ամենաշատ հետազոտություններն արվել են վիետնամական պատերազմից հետո ամերիկյան վետերանների շրջանում հետտրավմատիկ հետպատերազմական ստրեսի վերաբերյալ, ասեմ, որ շատ դեպքերում այդ մարդկանց մեծամասնությունը այդպես էլ խնդրի մեջ մնացել է ու վիետնամական սինդրոմ վստահաբար լսած կլինեք։ Այս դեպքում եւս հավանաբար որոշները այդպես էլ այդ խնդրով էլ միջև վերջ կմնան, բայց ամենակարևոր խնդիրը, ամենակարևոր լուծումը դա մարդու զբաղվածությունը ապահովելն է։ Այս հետազոտություններով երևում է, այն մարդիկ, ովքեր հաշվանդամ են, ովքեր գործազուրկ են, ովքեր այսպես ասած զբաղվածությունը ավելի ազատ է, նրանք ավելի շատ դժվարությամբ են, ավելի ծանր է նրանց դեպրեսիայի, նրանց հետտրավմատիկ ստրեսի վիճակը։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են, ովքեր ուսանող են, նրանց մոտ ավելի թեթև է։ Այն մարդիկ, ովքեր ամուսնացած են, ովքեր ունեն երեխաներ, նրանց շրջանում ավելի թեթև է անցնում, որովհետև առօրյա զբաղվածությունը կենցաղը չի թողնում ավելի շատ մտածել ու ավելի շատ խորանալ խնդիրների մեջ։ Այն մարդիկ, ովքեր այրիացած են, ովքեր ամուսնալուծված են, նրանց մոտ ավելի ծանր է դրսևորվում։ Ու այսպիսի օրինաչափությունները ցույց են տալիս, որ հիմնականում ճանապարհը շփումն է, ճանապարհը սոցիալականացումն է, համայնքի հետ շփվելն է, զբաղվածություն ունենալն է ու մշտապես խոսել, չխորշել, քննարկել են խնդիրները, որոնք իրեն տանջում են, ու արդյունքում մարդը որոշակիորեն կարգավորում, բայց միանշանակ լուծումը դա ամբողջ հասարակությանը, այսպես ասած, հոգեբանական վիճակից որոշակի կարգավորելը, դա պետական քաղաքականության միջոցով միայն հնարավոր է իրագործել։ Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար։
Հիշեցնեմ, տաղավարում զրուցում էի Արար քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանի հետ։